Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերն ուժեղացված ծառայության անցան Երևանում։ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանության ազգակազմը ուժեղացած ծառայության իրականացման նկատմամբ շարված է։ Զեկուցող ոստիկանության պետական գնդապետ Հովհաննիսյան։ Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հրահանգավորելով Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչության եւ այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ։ Այսօրվանից անցկացնել ենք արտակարգ ծառայություն։ Արտակարգ ծառայությունը ուժեղացվածից տարբերվում է նրանով, որ նախ առաջին ավելի զգոն ենք լինելու, ավելի մեծ ուժերով ենք լինելու, ծառայության 24 ժամյա ծառայություն է լինելու, բացարձակ հոգատարություն է պետք դրսևորել քաղաքացու, օրինապաշտ քաղաքացու նկատմամբ եւ անհանդուրժողականություն ցանկացած խախտումների ժամանակ։ Խոսքը գնում է հատկապես սովորություն դարձած վարքագծներ օգտագործած քաղաքացիների, նրանց վարքագծի վերաբերյալ։ Սակայն ոչ մի քաղաքացի փողոցում չպետք է մնա։ Վարքագծի օգտագործած է, մեքենայի մեջ մարդիկ կան, ոստիկանը նստում է մեքենան, տանում է այն տեղը, որտեղ պետք է հասցնի, տուգանքի է ենթարկում վարորդին եւ խստագույնս է, տուգանքի է ենթարկում գտասրտություն, մարդասիրություն, ներողամտություն մենք ցուցաբերում ենք հասարակության նկատմամբ, այլ ոչ թե օրինախախտի նկատմամբ։ Փողոցներում ուշադիր լինեք, խմած են լինում, կարող է վատառողջ լինեն, հոգատար լինեք, մոտենաք, հարցնեք, աջակցեք, օգնեք, մատուցում ենք ծառայություն, իրագործելով մեր բոլոր պարտականությունները, իսկ օրինախախտերի նկատմամբ օրենքի ամբողջ խստությամբ։ Աստված ձեզ պահապան, հրահանգավորեք, սկսեց ծառայությունը։ Տոնական ուժեղացված ծառայության դուրս եկավ 140 պարեկային մեքենա, շուրջ 300 ծառայողներով։ Պարեկախմբերը շուրջօրյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգը եւ քաղաքացիների ու հյուրերի անվտանգությունը մայրաքաղաքի համայնքներում, ճանապարհներին, հասարակական եւ զվարճանքի վայրերում։ Ոստիկանությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու հավաստիացնում, որ նաեւ քաղաքացիների աջակցությամբ կարվի ամեն ինչ տոնական օրերին անցանկալի միջադեպերը բացառելու, տոնը չմթագնելու համար։